Բարի օր հայոց աշխարհ, բարի գալիք նոր տարի, նոր երազանքների ու նպատակների տարի։ Դեռ վաղ անցյալում մեր նախնիներն հավատում էին, որ նոր տարին իրականացնում է բոլոր նոր երազանքները։ Ուստի եւ ամեն ինչին վերագրում էին մոգական հատկություն։ Ջուրը, հացը, մեղրը, կենդանիներն ու բնության երևույթները ամեն ինչ ստանում էին հեքիաթային իմաստ։ Հենց այդ հեքիաթային իմաստին էլ կլինի այսօրվա մեր խաղը։ Հանրային հեռուստալիքի եթերում Հայասպետ հեռուստախաղի սրահում մեր ամենափոքր սաների ճստիկ նժդեհիկների մասնակցությամբ։ Հաղորդաշարին աջակցում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, պաշտոնական գործընկերն է Կրթության և գիտության նախարարությունը։ Հիմա մենք պետք է սկսենք մեր խաղը, բայց խաղը սկսելուց առաջ մենք ունենք անակնկալ այսօրվա մեր խաղը, քանի որ փակելու է եթերաշրջանը, ուստի նոր տարվա շեմին մեր երեխաներին, մեր մանուկներին, բոլոր դպրոցականներին կողջունի Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Սիրելի աշակերտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր ամփոփիչ խաղի կապակցությամբ ցանկանում եմ հաջողություն և մրցակցային լավ մթնոլորտ։ Ես հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայասպետ հեռուստախաղին, նրա կազմակերպիչներին, որովհետև տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանում և նաև հայության տարբեր հատվածներում մենք կարողացանք փոխել վերաբերմունքը մեր ժողովրդի պատմության, մեր անցյալի նկատմամբ և Հայասպետը իրականացնում է իր հետևողական աշխատանքով հայտնի ճշմարտությունը։ Մենք պարտավոր ենք մեր անցյալին նայել հպարտությամբ, հարգանքով, որպեսզի ապագային նայենք առանց վախի և կասկածանքի։ Կրկին շնորհավորում եմ և ձեզ մաղթում նոր հաջողություններ ուսումնական տարում։ Փոքրիկներին առանձնահատուկ շնորհավորանքներ և այս խաղում միշտ հիշեք, որ գլխավորը ոչ միայն հաղթանակն է, այլև փոխադարձ հարգանքը, պարտվելու կարողությունը և հույսը, որ հետագայում անպայման կհաղթեք։ Շնորհավորում եմ ձեզ։ Ինչպես արդեն ներկայացրինք, այսօր մրցելու են նժդեհիկները։ Նրանք բոլորը մեկ դասակի սաներ են։ Բոլորն էլ բարի են, միասնական ու ընկերասեր։ Սակայն այսօր նրանք բաժանվել են 3 գույների եւ մրցելու են, պայքարելու են իրար դեմ եւ պայքարելու են իրենց գիտելիքներով, թե որքան բան գիտեն նրանք իրենց նախնիների, իրենց անցյալի մասին, կիմանանք ամբողջ խաղի ընթացքում։ Եվ այսպես սկսում ենք խաղը եւ այսօր մենք ձեզ շատ ու շատ գաղտնիքներ կբացենք մեր նախնիների սովորույթների, ամենասիրած ուտելիքի հացի եւ ամանորյա համով ուտելիքների մասին, հացապատում եւ համով ամանոր։ Կլսենք առաջին փուլում։ Կարմիր թիմ։ Ողջունում ենք բոլորին, ցանկանում ենք գեղեցիկ եւ տպավորիչ խաղ։ Մենք կտրում ենք բենտարը։ Բենտարը խնդրեմ։ Հայկական համեղ ամանոր։ Ամանորին հայկական սեղանի կարևորագույն հացը որ թխվածքն էր համարվում, ինչ խորհուրդ ուներ այն։ Հարցին կպատասխանի Լուսինե Միրզոյանը։ Լուսինե, լսում ենք ձեզ, խնդրեմ։ Տոնի կարևորագույն հացը համարվում էր տարի հացը։ Նրա մեջ դնում էին լոբի, մետաղադրամ կամ կորիզ եւ դրանով կատարում գուշակություններ։ Լրացում խնդրեմ։ Գուշակություններից մեկն է, որ տարի հացը բաժանում են տան անդամների չափով եւ ում որ ընկնում է այդ նշանը, այդ տարի իր ընտանիքի հաջողությունը ծագում է նրանից։ Իսկ եթե դանակը դեմ է առնում լոբու հատիկին, նշանակում է երկրագործությունից է գալու իրենց տան հաջողությունը։ Այսքանը։ Լսենք մեր պատասխանը։ Ամանորի կարևորագույն ուտեստներից էր տարի հացը կամ կրկենի, դովլատ կրկենի, կլոչ, փուռնիկ եւ այլ անուններով հայտնի ծիսական հացերը։ Տարբեր տեղերում այդ հացի բաղադրատոմսերը տարբեր էին։ Տարի հացը կարող էր լինել գաթա, բաղարջ, ձվաձև, կլոր, եռանկյունի, խաչաձև եւ այլն, ըստ ճաշակի եւ ցանկության։ Տարի հացի մեջ որևէ նշան էր դրվում՝ կորիզ կամ լոբի, ավելի հաճախ դրամ։ Պատրաստված հացը բաժանում էին տան բոլոր անդամների միջև։ Ում բաժնից դուրս գար այդ նշանը, նա այդ տարի երջանիկ կլիներ, կամ ընտանիքի հաջողությունը նրանից կգար։ Գնահատում ենք Տիկին Աթանասյան, խնդրեմ։
Շատ հետաքրքիր թեմա է, որը համապատասխանում է մեր այս ամանորյան տրամադրությանը, եւ ես կարծում եմ, որ ավելի մանրամասն կպատասխանեիք այս հարցին, որովհետեւ լավ կլիներ, որ ասեիք այլ անվանումները, այդ հացի բաղադրությունը, տեսակները, չափերը, որոնք նույնպես կային ձեր հարցի մեջ, պատասխանի մեջ, քանի որ պատասխանը մի քիչ թեր է, այն գնահատում եմ 9 միավոր։ 9 միավոր եմ վաստակում առաջին հարցի համար կարմիր թիմի անդամները, իսկ հիմա կապույտ թիմի հերթն է։ Խնդրեմ։ Ողջունում ենք բոլորին, մաղթում հետաքրքիր եւ դիտարժան խաղ։ Մենք ընտրում ենք դատարը։ Դատարը խնդրեմ։ Դարձյալ հայկական համեղ ամանոր։ Ամանորին գուշակության նպատակով ծիսական ինչ հացիկներ էին թխում, ինչպես էին գուշակում դրանցով։ Խնդրեմ պատասխան։ Հարցին պատասխանի Էմմա Գալստյան։ Էմմա, լսում ենք Էմմային։ Հայաստանում մարդիկ թխում էին տարբեր տեսակի հացիկներ։ Այդ հացիկներից էր համարվում քսակը, որը եթե ուռչում էր, այսինքն այդ տարին դինելու էր դրամառատ տարի։ Կշարունակի Մարիամ Դիլանյանը։ Տոնի կարևորագույն ծիսական գուշակության համար ծիսական հացերից էր կրկենին, դովլատ կրկենին, կլոճը, փուրնիկը, թխում էին ասիլ բասիլներ։ Իսկ տիկնիկները նշանակում էին տարբեր անուններով, իսկ եթե ում անունի տիկնիկը ուռչում էր, այդ տարի տան հաջողությունը նրանից էր գալու։ Տեսենք մեր պատասխանը։ Ամանորին գուշակություններ անելու նպատակով թխում էին կլոր, մեջը ծակ, ցորենով ու գարիով զարդարված հացի հոր, գարու հոր կոչվող թխվածքները։ Գյուղերում թխում էին արորի, գութանի, խնոցու տեսքով, իսկ քաղաքներում ընտանիքի եկամուտը խորհրդանշող մկրատ, մատնոց, ուրակ պատկերող թխվածքներ։ Դրանց հաստ, ուռած կամ սմքած թխվելու ձևով կանխատեսումներ էին անում եկող տարվա վերաբերյալ։ Օրինակ, հացի հորի ուռչելը նշանակում էր հացառատ տարի, խնոցու ուռչելը կաթնառատ տարի, քսակի ուռչելը դրամառատ տարի եւ այլն։ Տիկին Աթանասյան, խնդրեմ։ Դե ինչ, այս դեպքում նույնպես ունենք պատասխան, որի երկրորդ հատվածը լավն էր, բացատրեցիք, թե որ դեպքում գուշակությունը ինչ է նշանակում հացի ուռչելուց կախված, բայց առաջին բաժնում նույնպես թերացակ, կուզենայի, որ ավելի մանրամասն ասեիք, ինչ պատկերներ ունեին, դրանք շատ խիստ տարբերվում են, դա լավ կլիներ, որ դուք հասկանայիք եւ նշեիք։ Այս դեպքում ձեր պատասխանի թերությունները, ձեր գնահատականը դարձնում են 8 միավոր։ 8 միավոր է վաստակում կապույտ թիմը, անցնում ենք նարնջագույնին, խնդրեմ։ Ողջունում ենք բոլորին, մաղթում դիտարժան խաղ եւ գալիք տալում հայ ժողովրդին մաղթում խաղաղություն։ Մենք ընտրում ենք այբ տառը։ Այբ տառը, խնդրեմ։ Հացապատում։ Ըստ ավանդազրույցի, ինչու է ընդհատվում հայոց ռազմի աստված Վահագնի եւ սիրո աստվածուհի Աստղիկի հարսանիքը։ Դրանից հետո Հայաստանում ինչ սովորույթ է առաջանում։ Խնդրեմ, պատասխան։ Հարցին պատասխանին Գուրգեն Պետրոսյանը։ Ռազմի եւ արևի աստված Խաժակն Վահագնի եւ սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքներ։ Հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ էր գցել։ Փեսայի տուն գնալու ճանապարհին Աստղիկը չնկատեց, որ լավաշը գետնին ընկավ։ Արամազդը նկատեց եւ ասաց. հացը գետնին գցողը չի կարող երեխաներին եւ մայր լինել։ Այդ օրվանից Աստղիկն ու Վահագնը մնացին սիրահարներ։ Եվ հայերը հարսի ուսին լավաշ են գցում, բայց հարսերը զգուշ են քայլում, որպեսզի հացը գետնին չընկնի եւ Աստղիկի օրը չընկնեն։ Վերջ։ Գուրգեն ջան, դու քո հարսանիքին ուշադիր կլինես, որ հանկարծ հարցը չընկնի, լավ։ Լսենք
Լսենք մեր պատասխանը։ Վահագնի ու Աստղիկի հարսանիքի ժամանակ Աստվածների հայր Արամազդն Աստղիկի ուսին մի լավաշ էր գցել։ Սակայն Փեսայի տուն գնալու ճանապարհին Խաժակն Վահագնի սիրով արփած հարսը չի նկատում, թե ինչպես է լավաշն ընկնում իր ուսից։ Արամազդը զայրանում է ու ասում Աստղիկին. «Հացը գետնին գցողը չի կարող լավ կին ու մայր դառնալ»։ Հարսանիքն անմիջապես ընդհատվում է։ Աստղիկին ու Վահագնին այդպես էլ չի հաջողվում ամուսնանալ, եւ նրանք ամբողջ կյանքում սիրահարներ են մնում։ Այդուհետ Հայաստանում սովորույթ է դառնում հարսանիքի ժամանակ հարսի ուսին լավաշ գցելը։ Հարսները զգույշ են քայլում, որ լավաշը չսահի եւ իրենք Աստղիկ Աստվածուհու բախտին չարժանանան։ Ողջունում եք Նայջագույնին։ Պարոն Սողոմոնյան, խնդրեմ։ Այո, Գուրգենը շատ լավ ներկայացրեց այս պատումը եւ թիմը վաստակում է 10 միավոր։ Այո։ Անցնում ենք երկրորդ պտույտին, բայց միջ առաջին փուլի երկրորդ պտույտին անցնելը ես ներկայացնեմ, որ այսօր մեր սեղանները, ինչպես տեսնում եք, զարդարված են ավանդական ուտեստներով, որոնց մասին կարդացել, սովորել, վերհիշել են մեր մայրիկներն ու տատիկները եւ այսօր զարդարել իրենց երեխաների սեղանները։ Ցանկալի կլիներ, որ միշտ այս ուտեստները զարդարեն մեր սեղանները եւ չկորցնենք հնի մասին մեր հիշողությունները։ Շարունակում ենք խաղը, կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք լյուն տառը։ Լյուն տառը խնդրեմ։ Հայկական համեղ ամանոր։ Որն էր նոր տարվա տոնի գլխավոր ծիսական ուտելիքը։ Ինչու այդ ճաշատեսակին շերեփ չպիտի դիպչեր։ Պատրաստ ենք, խնդրեմ։ Հարցին կպատասխանի Լիլիթ Թերզյանը։ Լիլիթ, Ամանորի նախորդող գիշերը մարդիկ չէին քնում։ Այդ ընթացքում պատրաստվում էր տոնի կարևորագույն ծիսական ճաշատեսակը՝ կորկոտը կամ քաշկան, իսկ Երևանի եւ Նախիջևանի շրջանում հարիսան։ Խոր կացայի մեջ շալտընդ մեջ դասավորվում էր տաք ջրով լվացված եւ ծեծած ցորենը, նոր մորթված ամնասունի, խոզի, ոչխարի, տավարի, այծի, մսի յուղոտ կտորները։ Այդ սրբազան ճաշատեսակին պետք է շերեփ չդիպչեր, որպեսզի տարին անցներ հստակ առանց խժդժությունների։ թե չէ որ խառնեինք եւ փոթորիկ կլիներ եւ կռիվ կլիներ, չէ՞ տանը։ Ահա, լսենք մեր պատասխանը։ Նոր տարվա գլխավոր ծիսական ուտելիքը կորկոտը կամ քաշկան էր։ Երևանի շրջակայքում ու Նախիջևանում հարիսան։ Խոր կացայի մեջ շերտընդ մեջ դասավորում էին ծեծած ցորենը եւ մսի յուղոտ կտորները, խուփը ծածկում ու դնում թոնիրը մարմանդ կրակի վրա։ Քաշկան եփվում էր ողջ գիշեր։ Տոնական ճաշը եփում էին առանց խառնելու, որպեսզի տարին հստակ եւ խաղաղ անցներ։ Քաշկան այնքան կարեւոր նշանակություն ուներ, որ անմաքուր խղճով մարդը այն չպիտի ուտեր։ Ինչ հրաշալի ավանդույթ ունենք, որը շատ ուրախ եմ, որ երեխաները ճանաչում են եւ շատ կուզենայի, որ պահպանեն իրենց կյանքում։ Պատասխանն այս դեպքում շատ լավն էր, լիարժեք եւ վաստակում եք 10 միավոր։ Եվ հորդորում ենք մեր մայրիկներին, որ անպայման այս տարի ձեզ համար քաշկա չէ պատրաստեն։ Ահա, Կարգույն թիմ հերթեզերն է։ Մենք ընտրում ենք գիմ տառը։ Գիմ տառը խնդրեմ։ Հացապատում։ Ըստ ավանդազրույցի, ասորիների նոսոր թագավորը հայոց գերված Արամ արքային ազատ արձակելու համար ինչ պայման է առաջարկում։ Արամ արքան ինչպես է կարողանում ազատվել գերությունից։ Պատվեց ձեր ժամանակը, խնդրեմ։ Հարցին պատասխանի Էմմա Գալստյան։ Էմմա Գալստյանը։ Էմմա, Ասորեստանի նոսոր թագավորը գերի է վերցնում Արամ թագավորին եւ այսպիսի պայման է դնում նրա առջև. դու 10 նոր կմնաս անոթի, 11-րդ օրը կկռվես ինձ հետ, եթե հաղթես ընծաներով եւ պատիվներով կգնաս քո զինվորականների մոտ, իսկ եթե պարտվես ամբողջ կյանքդ գերված կմնաս իմ մոտ։ Արամ թագավորը որոշում է խորամանկության դիմել։
Ասում է ասորի բամբերներին, որպեսզի իր համար բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը։ Ասորի բամբերները գնում են հայերի մոտ եւ հայերը ընկալում են Արամ արքայի ասածը եւ լանջապանակի մեջ ախորժագրգիր բուրումնավե սպիտակափառ լավաշ են դնում։ Ասորի բամբերները չէին էլ մտածում, որ հայերը կարող են լանջապանակի մեջ հաստ հագցնել։ Արամ արքային, որ լանջապանակն էլ բերում էին, նա ասում էր սա իմ ամենագեղեցիկ լանջապանակը չէ եւ գնալով ուժեղանում էր, այլ ոչ թուլանում։ 11-րդ օրը Արամ արքան դուրս եկավ Նոսորի դեմ նետաձիգության մենամարտի։ Արամ թագավորը իրեն կայտառ էր զգում եւ հաղթանակ տարավ Նոսոր արքայի դեմ։ Դրանից հետո հրաման արձակեց, որպեսզի Հայաստանի ամեն մի անկյունում թխվեր այդ բուրումնավետ ախորժագրգիր լավաշը։ Լսենք մեր պատասխանը։ Ասորիների Նոսոր թագավորը պայման է դնում, որ եթե Արամը 10 նոր քաղցած մնալուց հետո նետաձգության մրցույթում հաղթի իրեն, ապա ազատ կարձակվի։ Հաջորդ օրն Արամը պահանջում է, որ հայոց բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը։ Հայերը հասկանալով արքայի միտքը, նրա լանջապանակի մեջ նրբաթերթ հաց են դնում եւ հանձնում ասորի բամբերներին։ Արամը նրանց ասում է, որ դա չէ իր ուզած զրահը, հետո մեկ ուրիշն են բերում։ Արքան ասում է, որ դա էլ չէ։ Այսպես 9 օր շարունակ բամբերները գնում գալիս են չկռահելով, որ իրենց ձեռքով կերակրում են հայոց արքային։ 11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ են մտնում։ Կայտառությունը չկորցրած Արամը հաղթում եւ պատվով տուն է վերադառնում։ Հրովարտակ արձակելով, որ այդուհետ հայոց աշխարհում հաստ հացերի փոխարեն լավաշ թխեն։ Ողջունում ենք Կապույտ թիմին։ Պարոն Սողոմոնյան, խնդրեմ։ Կապույտ թիմը վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում Կապույտ թիմը եւ հիմա հերթը նարնջագույնին է, խնդրեմ։ Մենք ընտրում ենք Եջ տարը։ Եջ տարը, խնդրեմ։ Դարձյալ հացապատում։ Ըստ ավանդազրույցի մեղուն ինչու է որոշում մեղրից հաց հյուսել։ Ինչու են մեղուները փեթակին մոտեցող մարդկանց խայթում։ Մեղուն մարդը բարեկամներ են եղել։ Մեղուն մարդուն նեկտար է տվել, իսկ մարդը մեղվի հետ կիսել է իր ցորեն հացը։ Այդպես երկար ժամանակ ապրել են։ Մի անգամ էլ մարդը հարբում է եւ մեղվին ասում. «Քո տվածը մի կաթիլ է, իսկ ես քեզ ցորեն հաց եմ տալիս»։ Այդպես ընկերները գժտվեցին եւ առանձնացան միմյանցից։ Ոչինչ, ինքն իրեն ասաց մեղուն. «Ես այնպիսի հաց կպատրաստեմ, որ մարդու բերան կմնա հուր հավիտյան»։ Հետո մեղուն գնում է ծառի փչակում, սկսում է իր մեղրահացը հյուսել։ Մի անգամ էլ, երբ որ մեղուն գնացել էր ծաղիկներից նեկտար հավաքելու, մարդը առավ մեղրահացի հաբը եւ տեսավ, որ շատ հաբեղ էր։ Հետո մեղու երբ որ վերադարձավ, տզզած եւ խայթեց մարդուն։ Հետո մարդը հաշտվելու նպատակով սկսեց մեղվի համար փեթակներ պատրաստել։ Նրանք կարծես թե հաշտվեցին, բայց մեղվի տզզոցը մնաց։ Երբ որ մեղուն տեսնում է, որ մարդը իրեն շատ է մոտենում, հիշում է իր հին գժտությունը եւ խայթում։ Այսինքն մեղվի վիրավորանքը մնաց։ Ահա։ Վերջ, լսենք մեր պատասխանը։ Մեղուն ու մարդը բարեկամներ էին։ Մեղուն նեկտար էր տալիս մարդուն, իսկ մարդը նրան իր ցորեն հացից էր բաժին հանում։ Բայց մի անգամ մարդը հարբում է ու մեղվին ասում, որ նրա բերածն ընդամենը մի կաթիլ է, իսկ ինքը նրան իր ցորեն հացն է տալիս։ Մեղուն նեղանալով հեռանում է մարդուց եւ որոշում է այնպիսի հաց պատրաստել, որ համը հավերժ մնա մարդու բերանում։ Նա բույն է դնում ծառի փչակում եւ հյուսում իր մեղրահացը։ Մի անգամ մարդը փորձում է մեղրահացի համը, իսկ մեղուն խայթում է նրան։ Հետո մարդը փորձում է նորից բարեկամանալ մեղվի հետ եւ նրա համար փեթակներ է պատրաստում։ Մեղուն կարծես թե հաշտվում է եւ սկսում մարդու համար քաղցր հաց պատրաստել։ Բայց մինչ օրս էլ, հենց որ մարդը փորձում է մոտենալ, մեղուն մտաբերում է հին գժտությունը եւ խայթում նրան։ Եվ խնդրեմ, պարոն Սողոմոնյան։ Նախորդի նման այս հարցի պատասխանն էլ լիարժեք էր եւ գեղեցիկ ներկայացված եւ նարնջագույն թիմը կրկին վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ այսպիսով ավարտեցինք առաջին փուլը
Իսկ հիմա միջ երկրորդ փուլին անցնելը մի փոքր երաշտական դադար, քանի որ ասում են նոր տարին ինչպես սկսես, այնպես էլ կանցկացնես։ Ուրեմն մենք եկենք նոր տարին սկսենք երգերաշտությամբ, որը սակայն այսօր կկատարեն ոչ թե սովորական երգիչները, այլ Ձմեռ Պապիկի թորնիկները, հենց Ձմեռ Պապիկի նվագակցությամբ։ Կանչեք Ձմեռ Պապիկին։ Հիշերը նոր տարվա երգեր է երգում, աստղերն են փայլում, տոնածառը զարդարում, աստղերն են փայլում, տոնածառը զարդարում, արի նոր տարի, արի դու իմ բարի, բոլոր երազանքները մեր կատարի, բոլոր երազանքները մեր կատարի, արի նոր տարի, արի դու իմ բարի, բոլոր երազանքները մեր կատարի, բոլոր երազանքները մեր կատարի, եւ այլ երկաթում կապրեմ ես այս գիշեր, փոքրիկ հզուկները բերում են նվերներ, փոքրիկ հզուկները բերում են նվերներ, արի նոր տարի, արի դու իմ բարի, բոլոր երազանքները մեր կատարի, բոլոր երազանքները մեր կատարի, արի նոր տարի, արի դու իմ բարի, բոլոր երազանքները մեր կատարի, բոլոր երազանքները մեր կատարի, եղևնու լույսերը գույն, վառենք մեր սրտերը, որ լույս լինի դրսում, վառենք մեր սրտերը, որ լույս լինի դրսում, արի նոր տարի, արի դու իմ բարի, բոլոր երազանքները մեր կատարի, բոլոր երազանքները մեր կատարի, արի նոր տարի, արի դու իմ բարի, բոլոր երազանքները մեր կատարի, բոլոր երազանքները մեր կատարի, բոլոր երազանքները Շնորհակալություն հայտնենք մեր Ձմեռ Պապին այս գեղեցիկ կատարման համար իր թորնիկների եւ խնդրենք չհեռանալ մեր սրահից, որովհետեւ հիմա արդեն կգան պահեր, որ մենք պետք է նվերներ տանք Ձմեռ Պապիկի նվերները ձեզ են սպասում եւ հուսով եմ, որ ավելի լավ եք խաղալու, որպեսզի արժանանա։ Քիչեցնեմ հայասպետ վաստակելու դեպքում դուք կստանաք նաեւ Ձմեռ Պապիկից հատուկ նվեր։ Իսկ հիմա անցնենք երկրորդ փուլին, բայց մինչ երկրորդ փուլին անցնելը ես ուզում եմ բացատրել, թե ինչու այսօր մեր սրահում չկան սովորական տոնածառեր։ Ավելի շատ կան, բայց դրանք եղևնիներ չեն։ Նրանք այն տեսքն ունեն, ինչ որ վաղ անցյալում ունեին մեր նախնիների տոնածառերը։ Դրանք այս տոնածառերն են, որոնք հիմա մեր սեղանների առջև դրված են, այո, հին Հայաստանում։ Մեր նախնիները զարդարում էին կամ ցորենի ճյուղերով, կամ որևէ ծառ էին զարդարում, կամ ավելներով էին զարդարում, որպես կենաց ծառի խորհրդանիշ պարզապես։ Իսկ եղևնին ավելի ուշ մտավ մեր կենցաղ։ Հիմա անցնենք երկրորդ փուլին։ Հայաստան եւ համայն աշխարհ։ Իհարկե, աշխարհը մեր տունն է, մեր մեծ տունը, բայց այդ տան մեջ մենք ունենք մեր ամենահարազատ անկյունը, մեր հայրենիքը։ Եվ հայրենիքում էլ մեր, ինչպես եւ ամբողջ աշխարհում, բոլորը մեծ սիրով ու հույսերով են սպասում նոր տարվան։ Իսկ թե ինչպես էին դիմավորում նոր տարին հին Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, մենք կլսենք երկրորդ փուլում։ Կարմիրթի։ Մենք ընտրում ենք Խ տառը։ Խ տառը խնդրեմ։ Ամանորը Հայաստանում։ Հայ ժողովրդի շրջանում ինչ անուններով էր հայտնի նոր տարին։ Տոնի նախօրեին ինչ նշանակություն էր տրվում մաքրությանը։ Ես ասելու դու մաքրունա դու։ Ահա, պատրաստ ենք։ Արդյունքը պատասխանեմ ես Արամե Մարուքյանս։ Հայոց ամանորյա տոնի անունները տարբեր են։ Հիշվում են նոր տարի, տարին գլուխ, տարեմուտ, կաղանդ, կաղինդ, կալոնտար ձևերը։
Տոնի նախորդին ինչ նշանակություններ տրվում մաքրությանը։ Հարց կշարունակի Լուսինե Միրզոյան։ Պատասխանը կշարունակի։ Խնդրեմ Լուսինե։ Ահա։ Տան մաքրությանը տրվում էր առանձնակի կարևորություն։ Լվացվում էր ողջ ամանեղենը, լվացվում էր սպիտակեղենը, քանդված պատերը նորոգվում էին, քշտվածներին անպայման հաշտեցնում էին, անգամ հասարակական միջավայրում։ Մարդիկ հագնում էին տոնական հագուստ, ցանկալի է նոր հագուստ։ Վերջ։ Այսքան։ Լավ, լսենք մեր պատասխանը։ Նոր տարին հայտնի էր նաև Ամանոր, Տարեմուտ, Տարին գլուխ, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտաշ անուններով։ Արևմտահայերի շրջանում առավել տարածված էին Կաղանդ, Կաղինդ, Կալոնտաշ, իսկ արևելահայերի մեջ Նոր տարի, Տարեմուտ, Ամանոր անվանումները։ Նոր տարվա տոնին բնակարանի մաքրությանն առանձնակի կարևորություն էր տրվում։ Դուրս էին նետվում անպետք իրերը, նորոգվում էին քանդված մասերը, լվացվում, մաքրվում էին ողջ ամանեղենն ու սպիտակեղենը։ Բնակարանը հարդարվում, զարդարվում էր ոչ միայն գեղագիտական, այլև չարխափան կամ բարեբեր խորհուրդ ունեցող իրերով։ Պարոն Գալստյան։ Մեր փոքրիկները իհարկե մի քիչ ուզվում են, բայց այնուամենայնիվ կարողացան պատասխանը տալ, բայց այս դեպքում ուզում էի, որ հատկապես արևմտահայերի եւ արևելահայերի այդ տարբերակումը, եթե հիշում էիք, այդ Ամանոր, Տարեմուտը անեիք եւ կարծում եմ պատասխանն էլ ամբողջական պես շատ կազմակերպված չստացվեց եւ մի քիչ ներքին ցավ եմ զգում, բայց պիտի մեկ միավոր ձեր պատասխանից այնուամենայնիվ հանեմ, 9 միավոր։ Իհարկե, այս տարիքում դեռ շատ դժվար է տարբերակել նույնիսկ թե ինչ է արևմտահայերենը եւ արևելահայերենը, բայց այնուամենայնիվ այո, խոսքի մեջ քիչ պակասում էր կազմակերպվածությունը, ուստի կորցնում են մեկ միավոր մեր փոքրիկները եւ վաստակում 9 միավոր։ Կապույտ թիմ, ձեր հերթն է։ Մենք ընտրում ենք կենտար։ Կենտարը, խնդրեմ։ Ամանորը Հայաստանում։ Ամանորի կեսգիշերին ջրին ինչ հատկություն էր վերագրվում։ Ջրի հետ կապված ինչ սովորույթ կար այդ օրը։ Հարցին կպատասխանեմ ես Մարիամ Դիլանյանս։ Մարիամ։ Հայաստանի որոշ տեղերում կարծում էին, թե ուղիղ ժամը 12-ին ջուրը մի պահ կանգ է առնում, եւ հենց այդ ժամանակ մարդիկ ամանորյան թրիկից հետո գնում էին տան երիտասարդները գնում էին 7 կուժ ջուր բերելու, այնքան ժամանակ, որ մինչև 8-րդի մեջ մի կտոր ոսկի կորսեին։ Որոշ տեղերում էլ գնում էին տան մի քանի անդամներով, տարբեր նպատակներով։ Երբեմն էլ գնում էին մոտակա աղբյուրի մեջ լցնում խմորեղեններ, ցորեն, գարի եւ այսպիսի քարյակներ, ասում քեզի կուտամ ցորեն, գարի, դու նայնձի դու բարի, շնորհավոր նոր տարի, ջրին բարի, ջրին մորի, անդային թակավորի, ջուր կաղանդեր ես։ Վերջ, լսենք մեր պատասխանը։ Ընթրիքից հետո կեսգիշերին երիտասարդները գնում էին նոր տարվա հետ նորոգված թարմ ջուր բերելու։ Այդ ժամին ջրին հատուկ զորություն էր վերագրվում։ Որոշ տեղերում համոզված էին, որ ուղիղ կեսգիշերին, երբ հին տարին տեղը զիջում է նորին, գետի ջուրը մի պահ իր հետ ոսկի է բերում։ Ոմանք մինչև կեսգիշեր 7 անգամ մեկական կուժ ջուր էին բերում եւ իրար հետևից շարում, որպեսզի կեսգիշերին 8-րդ կժով կարողանային ջրի հետ ոսկի որսալ։ Երբեմն այդ ժամին բազմաթիվ մարդիկ շրջապատում էին աղբյուրը, ջերմորեն աղոթում եւ ջրի շիթերին խառնում թխվածքների կտորներ, գարու, ցորենի հատիկներ։ Ողջունում ենք կապույտ թիմին։ Պարոն Գալստյան։ Կապույտ թիմի պատասխանը տրվեց ամբողջական էր, չգիտեմ, բայց էլի որոշ մանրամասներ կարող էին ավելի լավ ներկայացնել, հատկապես թե ջրի հետ ինչ սովորություն կար կապված, այսինքն նշվեց, որ կուժերով ջուր էին բերում, չգիտեմ, գուցե այս տարիքում եւ իրենց համար դա իսկապես դժվար է բովանդակությունը շատ ավելի պարզ ու հստակ ներկայացնել։ Համենայն դեպս տպավորությունը այնպեսին էր, որ պատասխանը ստացվել էր, տրվել էր լիարժեք, բայց այլ դեպքերում մենք ուրիշ կերպ կմոտենայինք, բայց փոքրիկ նժդեհիկների դեպքում համարում ենք, որ պատասխանը հնչել է լիարժեք եւ ամբողջական։ Կապույտ թիմը վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կապույտ թիմը, անցնում ենք նարնջագույնի։ Մենք ընտրում ենք հոտարը։ Հոտարը, խնդրեմ։ Ամանորն աշխարհում։
Կորեայում, Մոնղոլիայում եւ արևելյան այլ երկրներում ամանորին ինչու են փոცხեր զարդարում։ Ճապոնացիների համար ինչ խորհուրդ ունեն ամանորյա զանգերի 108 զարկերը եւ տանը տոնական տեսք հաղորդող բամբուկները։ Պատասխանը ես Սարգիս Էգոյացս։ Սարգիս։ Արևելքում ամանորի պարտադիր բաղադրիչներից էր զարդարված փոսխը, որի միջոցով էլ հավաքում են ամբողջ տարվա երջանկությունը։ Իդեպ արևելքում տարածված էին այնպիսի ծորավաճառներ, որտեղ ոչ միայն վաճառում են ամանորյա հագուստ, կոշիկ, սրունդ եւ այլն, այլև երջանկություն, հավատարմություն եւ սեր։ Այստեղ է վաճառվում դարումա փայտե կամ փափուկ խաղալիքները, որ իդեպ բուդդայական պանթեոնից է։ Այստեղ կա նաեւ համայնքի բութ ծայրով աղեղները, որի միջոցով էլ քշում են չար ոգիներին։ Իդեպ մոռացա նշել, այստեղ է վաճառվում նաեւ տակառաբունը, բրենձով լի նավակները, որոնց մեջ նստած են 7 սրբեր։ Այս իրը խորհրդանշում է բարիք եւ հաջողություն։ Ճապոնացիների համար ինչ խորհուրդ ունեն ամանորյա զանգերի 108 զարկերը։ Ճապոնացիները կարծում էին, որ եթե մարդկային թերությունները գումարեն, կստանանք 108 եւ այդ 108 զարկերը վերացնում էին մարդկային թերություններից որևէ մեկը։ Յուրաքանչյուրը։ Իսկ բամբուկներն ինչ խորհուրդ ունեին։ Բամբուկները հավերժության եւ հավատարմության խորհրդանիշ են։ Լսենք մեր պատասխանը։ Արևելյան մի շարք երկրներում ամանորյա կարևոր իրերից է զարդարված փոცხը։ Ըստ նրանց հավատալիքների, հենց այդ փոცხի միջոցով են ամանորի գիշերը դիզում երջանկությունը։ Ճապոնիայում ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո, որոնցից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Ճապոնացիները տունը զարդարում են բամբուկներով, որոնք հավերժության եւ հավատարմության խորհրդանիշ են համարվում։ Պատասխանը ճիշտ եւ լիարժեք է, հատկապես նրա առաջին հատվածը, իսկ երկրորդ հատվածի մեջ մի փոքր կազմակերպման խնդիր գոյություն ուներ, այդ պատճառով նարնջագույն թիմը վաստակում է 9 միավոր։ Եվ անցնում ենք երկրորդ փուլի երկրորդ պտույտին, Կարմիր թիմ, խնդրեմ։ Մենք ընտրում ենք Վոտարը։ Վոտարը խնդրեմ։ Ամանորը Հայաստանում։ Ըստ ժողովրդական ստուգաբանության, ինչ ծագում ունի կաղանդ բառի կախ կամ կաղ բաղադրիչը, այն որ սովորույթի հետ էր կապված։ Արդյունք պատասխանեմ ես Արամե Մարուքյանս։ Ամանորյա կախ կամ կախ անունները կախված են նրանից, որ հայերը ամանորին իրենց պահոցներից բերում էին կախաններով մրգեր եւ կախում էին իրենց երթիկներից։ Եվ ինչ բառերի հետ էին կապում։ Շարունակի Լիլիթ Թերժյանը։ Լիլիթ, շտապօգնություն ես դու որքան ես հասկացա, խոսիր։ Կապված է տղաների տոնական կատարության հետ, որը կոչվում է գալանտոս, տղաները գալիս են եւ շնորհավորել եւ դռներդուր կնելով շնորհավորում են ամանորը եւ ասում. Ձեր տուն մտնում 1000 բարի, աճացորեն կորեք գարի, լիքը օրեր շատ ունենաք, կարմիր օրեր շատ ունենաք, կարմիր օրով, կարմիր շորով, ուրախ կենաք միշտ կուշտ փորով։ Լավ, այսքանը։ Լսենք մեր պատասխանը։ Ժողովրդական ստուգաբանությամբ կախ կամ կաղ բաղադրիչը բացատրվում է նոր տարվա գիշերը պահուստի մրգի կախանները տուն բերելու եւ առաստաղից կախելու, ինչպես նաեւ գոտեկախի սովորույթով։ Հայկական այդ սովորույթի համաձայն նոր տարվա նախորդ օրը 10-ից 12 տարեկան երեխաների խմբերը երգելով տնից տուն էին մտնում կամ երթիկից գոտիով զամբյուղներ էին կախում իրենց բաժինը ուզելով։ Ձեր տուն մտնի 1000 բարի, աճար, ցորեն, կորեք գարի, լիքը հորեր շատ ունենաք, կարմիր օրեր շատ ունենաք, կարմիր օրով, կարմիր շորով, ուրախ կենաք միշտ կուշտ փորով։ Պարոն Գալստյան, խնդրեմ։
Այս դեպքում էլ Կարմիր թիմի երեխաները ճիշտ պատասխանեցին, ներկայացրին, բայց հարցի երկրորդ բաղադրիչի մասում այդ գոտեկախի սովորությունը, հատկապես դուք հատվածը երկեցիք, ներկայացրիք ճիշտ, արտասանեցիք ավելի ճիշտ, բայց չասացիք երևի թե գլխավորը, որ այդ հենց գուլպա կամ չգիտեմ, կախելու այդ սովորությունը հենց դրանից էր գալիս եւ դրանով էլ պայմանավորված էր։ Կարծում եմ այնուամենայնիվ էլի բաց մնաց, փոքրիկ թերացում եղավ, ինչի պատճառով Կարմիր թիմը վաստակում է 8 միավոր։ Այո, այստեղ երեխաները փորձեցին վերհիշել, թե ինչի հետ է կախված կաղանդ բառը եւ այդ գոտեկախի արարողությունը բավականին թերի պատմեցին, ինչու, որովհետեւ արդեն վաղուց մոռացվել է այդ արարողությունը, հերթիկներ չկան եւ երեխաներն էլ չեն խաղում այդ խաղերը։ Ոստի եւ դժվարությամբ են նաեւ պատմում այդ մասին։ 8 միավոր է վաստակում Կարմիր թիմը, անցնում ենք Կապույտ թիմին, խնդրեմ։ Մենք ընտրում ենք ծատարը։ Ծատարը, խնդրեմ։ Ամանորն աշխարհում։ Ֆրանսիայում ամանորյա ամենահայտնի թխվածքը Բյուշ դե Նոելը միջնադարյան ինչ ծեսի հետ է կապված։ Ֆրանսիայում ամանորի գիշերը ով է դառնում լոբու արքա։ Հարցին պատասխանեմ ես, Մարիամ Դիլանյանս։ Մարիամ։ Ֆրանսիայում ամանորյա կարևորագույն խմորեղեններից է Բյուշ դե Նոելը։ Բյուշ դե Նոելի հիմքում ընկած է 12-րդ դարի հեթանոսական ավանդույթ Գերանի հրդեհման ծեսը։ Գերանի հրդեհման ծեսի ժամանակ ամանորի նախօրեին տան անդամները հավաքվում են տան բակում բալի ծառից պատրաստված Գերանի հրդեհմանը մասնակցելու։ Տան մեծը այն օծում է գինով եւ տաքացրած յուղով։ Փոքրիկ աղջնակները այն այրում են անցած տարվա գերանից մնացած տաշեղներով եւ մոխրով։ Տան մնացած անդամները աղոթում էին, այնուհետև տանում տուն եւ պահպանում մոխիրը եւ տաշեղները։ Ֆրանսիացիները կարծում էին, թե մոխիրն ու տաշեղները տունը կպաշտպանեն սատանայի ճարարքներից եւ կայծակից։ Հետագայում այս ավանդույթը մարեց, սակայն այս ավանդույթը պահպանում են այն ընտանիքները, որոնք տանը ունեն բուխարի։ Բյուշ դե Նոելը հիմա շոկոլադե ռուլետ է, գերանի տեսքով զարդարված շաքարի քանդակներով եւ տերևներով։ Պատասխանը կշարունակի Տաթևը։ Տաթև։ Ֆրանսիայում ամանորի գիշերը ով է դառնում լոբու արքա։ Ֆրանսիայում կար մի հացատեսակ, որի մեջ կար լոբի, բաժիներ են գնում այդ լոբին, նա դառնում էր լոբու արքա եւ այդ գիշեր բոլոր մարդիկ պետք է կատարեին լոբու արքայի ցանկությունները։ Լավ։ Լսենք մեր պատասխանը։ Ֆրանսիական ամանորյա թխվածքը պատրաստվում է գերանի տեսքով։ Թխվածքի ձևը կապված է գերանի հրդեհման միջնադարյան ծեսի հետ։ Ծննդյան տոնի նախօրեին ֆրանսիացիները գերան էին առանձնացնում եւ փոքրիկ աղջիկներն այրում էին այն։ Ըստ նրանց հավատալիքների, գերանի մոխիրն ու տաշեղները տարվա ընթացքում տունը պաշտպանում էին կայծակից ու սատանայից, ուստի դրանք հավաքում էին եւ պահպանում։ Ֆրանսիայում ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ նշանը, ստանում է լոբու արքա անվանումը։ Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։ Ողջունում եք Կապույտ թիմի։ Պարոն Սողոմոնյան, խնդրեմ։ Այո, Կապույտ թիմը շատ լավ պատասխանեց այս հետաքրքիր հարցին եւ վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում Կապույտ թիմը եւ նարնջագույն ձեր հերթն է։ Մենք ընտրում ենք Ղատտարը։ Ղատտարը, խնդրեմ։ Ամանորն աշխարհում։ Չինացիներն ամանորի հետ կապված ինչ վախ ունեին։ Նրանք ամանորին ինչու են պատուհաններից կարմիր լուսարձակներ կախում եւ հրավառություն կատարում։ Պատրաստ ենք։ Հարցին կպատասխանի Անտոնյան Արծվիկը։ Արծվիկ։ Չինական ավանդույթի համաձայն ամեն նոր տարվան նախորդող գիշեր Չինաստան գալիս էր մի հրեշ, որի անունը Նյան էր։ Նյան թարգմանաբար նշանակում է տարի։
Նյանը գալիս էր նոր տարվա գիշերը եւ ուտում ամբողջ մարդկանց պաշարը, ուտում ոչխարների հոտը եւ նույնիսկ մարդկանց եւ երեխաներին։ Չինացիները եզրակացրեցին, որ եթե նրանք պատուհանների եւ դռների շուրջ լցնեն լիքը ուտելիք, ապա Նյանը ուտելով այդ ուտելիքը կկշտանա եւ ավելի կբարյանա եւ կկշտանա, չել ցանկանա նայել մարդկանց երեսին։ Մի անգամ, երբ այս հրեշը Նյանը գալիս է Չինաստան, նա տեսնում է մի փոքրիկ երեխայի, որը հագել էր կարմիր զգեստ։ Նա վախենում է կարմիր զգեստից եւ փախչում։ Չինացիները եզրակացնում են, որ եթե նա տեսել է կարմիր զգեստով աղջկան եւ վախեցել է, ապա նա վախենում է կարմիր գույնից եւ այդ օրվանից նրանք կախում են իրենց պատուհաններից կարմիր լուրջ արցակներ եւ կազմակերպում հրավառություն, մտածելով, որ Նյանը կվախենա ձայներից եւ վարոտի հոտից։ Լսենք մեր պատասխանը։ Հին առասպելի համաձայն նոր տարվա սկզբին չինացիներն ստիպված են եղել թաքնվել Նյան անունով հրեշից։ Մի անգամ մարդիկ տեսնում են, որ Նյանը վախենում է կարմիր շոր հագած փոքրիկ երեխայից։ Հասկանալով, որ հրեշը վախենում է կարմիր գույնից, չինացիներն սկսում են ամանորին կարմիր լուսարձակներ կախել իրենց տների պատուհաններից եւ դռներից։ Նյանին վախեցնելու համար նրանք նաեւ հրավառություն են կատարում։ Ամեն ինչ ճիշտ է ներկայացված, լիարժեք, Արծվիկը շատ հետաքրքիր հարցին լավ պատասխան տվեց եւ իր թիմին բերեց 10 միավոր։ Այսպեսով ավարտեցինք նաեւ երկրորդ փուլը եւ հիմա անցնում ենք ավակների խաղին։ Եվ այսպես ավակների խաղ։ Դե քանի որ դուք ավակներ եք, ուրեմն հարկ է որ մի քիչ ավելի իմանաք, քան ձեր ընկերները, ճիշտ է։ Եվ հենց նոր տարվա մասին։ Տեսնենք, թե որքանով դուք ավելի շատ գիտեք, ուրեմն սկսում ենք հարցեր ձմեռվա, ձմեռպապիկի եւ ամբողջ աշխարհի երկրների մասին։ Հա, տեսնենք, թե որտեղ ինչ է կատարվում։ Առաջին ավակ, կարմիր ավակ։ Այդ երկրում ձմեռպապիկին կոչում են Յոլոբուկի։ Ֆինլանդիա։ Ճիշտ է։ Կապույտ ավակ, որ երկրում են մարդիկ ամանորին իրենց զարդարում վարդագույն սպիտակ ծաղիկներով։ Հնդկաստան։ Ճիշտ է։ Նարնջագույն ավակ, որ քաղաքում է դրվել աշխարհի ամենաբարձր տոնածառը։ Վաշինգտոն։ Ճիշտ է։ Կարմիր ավակ, ամանորին այդ երկրի բոլոր բնակիչների տանը պետք է լինի դեղցի ճյուղ։ Վիետնամ։ Ճիշտ է։ Կապույտ ավակ, մահմեդական որ երկրում է ամանորը տոնել պատժելի արարք համարվում։ Սաուդյան Արաբիա։ Ճիշտ է։ Եվ նարնջագույն ավակ, այդ որ երկրում է, որ երկրի տարբեր մասերում ամանորը նշվում է տարբեր ամիսներին՝ մարտին, ապրիլին, մայիսին եւ այլն։ Հնդկաստան։ Ճիշտ է։ Եվրոպական որ մայրաքաղաքում է տպագրվել ամանորյա առաջին բացիկը։ Լոնդոն։ Ճիշտ է։ Կապույտ ավակ, այդ քաղաքում նոր տարվա գիշերը հին իրերը նետում են պատուհանից դուրս, որ քաղաքում։ Նեապոլ։ Ճիշտ է։ Եվ վերջին հարցս նարնջագույն ավակին, որ երկրում էին հավատացած, որ եթե նոր տարվան ճամփորդը ձեռքիդ վազես տան շուրջը, ապա ամբողջ տարին կճամփորդես։ Էկվադոր։ Ճիշտ է։ Դե ինչ է շարունակելն համարում եմ անիմաստ, դուք բոլորը շատ ուժեղ եք, անգամ ինձնից ուժեղ ու ձմեռ պապիկից, եւ ձմեռ պապիկ մենք ունենք նվերներ ավակների համար, տեսակ նրանք ինչ լավ պատասխանեցին։ Նվերները խնդրեմ հանձնեք։ Ահա։ Շնորհակալություն ձմեռ պապին։ Իսկ հիմա շարունակում ենք եւ անցնում երրորդ փուլին։ Մենք այս փուլով կխոսենք, թե որտեղ են ապրում ձմեռ պապիկները եւ ինչ են պատմում մեր սիրելի մուլտֆիլմերը ձյան ձմեռ պապիկների եւ նրանց ապրածի ու տեսածի մասին։ Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Վյուն տարը։ Վյուն տարը, խնդրեմ։ Ձմեռ պապի առեղծվածը։ Որտեղ է գտնվում եւ ինչպիսին է Սանտա Կլաուսի գյուղը, ովքեր են Սանտայի օգնականները։ Պատրաստ եք, խնդրեմ։ Հարցին կպատասխանի Լուսինե Միրզոյանը։ Լուսինե։ Ձմեռ պապիկի գյուղը գտնվում է
Լապլանդիայի մայրաքաղաք Ռովանիեմից ոչ հեռու գտնվող Կորվանտուրի լեռան վրա։ Այն բաղկացած է մի քանի տնակներից՝ տիկնիկային թատրոն, թզուկների սենյակ եւ այլն։ Հաջորդ հարցին ով է պատասխանում։ Սանտայի օգնականները թզուկներն են, որոնք դասավորում են Սանտա Կլաուսի նամակները եւ հետևում են այն երեխաներին, որոնք չեն հավատում ձմեռ պապուն։ Լավ։ Լսենք մեր պատասխանը։ Սանտա Կլաուսի գյուղը գտնվում է Լապլանդիայի Ռովանիեմ քաղաքից ոչ հեռու, Կորվանտուրի լեռան վրա։ Սանտայի գյուղը բաղկացած է մի քանի տնակներից՝ հրաշագործների գրասենյակ, տիկնիկային թատրոն, փոստային բաժանմունք եւ այլն։ Սանտայի օգնականներն են հեքիաթային թզուկները, որոնք դասավորում են նամակները եւ հետևում Սանտային ու ամանորի հրաշքներին չհավատացող մանուկներին։ Սանտա Կլաուսի փոստային բաժանմունքն ամենաարագն է աշխարհում։ Այնտեղ շարքերով դասավորված են աշխարհի տարբեր ծայրերից եկած նամակները, որոնց թիվն օրական 500-ից 700 հազարի է հասնում։ Պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Թիմը վաստակում է 8 միավոր։ 8 միավոր է վաստակում կարմիր թիմը, անցնում ենք կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք վև տառը։ Վև տառը, խնդրեմ։ Մուլտֆիլմեր։ Кто там? Это я, Дедушка Мороз. Որ մուլտֆիլմից է մեջբերված հատվածը։ Դստրիկ նապաստակն ինչու չի ուրախանում ձմեռ պապի գալուստով։ Գայլն ու ագրավն իրարից ինչով են տարբերվում։ Հարցին պատասխանի Արման Բաղդասարյանը։ Արման, նստած։ Մեջ բերված հատվածը ձմեռ պապի եւ Գորժ գայլը մուլտֆիլմից է։ Փոքրիկ դուստը նապաստակը չի ուրախանում ձմեռ պապիի գալուստով, որովհետեւ նա չէր ուզում իր ծնողների տված խոստումը դժել։ Իսկ ինչ խոստում էր տվել։ Կշարունակի Էմմա Գալստյանը։ Դուստը նապաստակին ծնողները ասել էին, որպեսզի ոչ մեկի առջև դուռը չբացեն, նրանք էլ գնացել էին Եղևնի փնտրելու։ Գայլը ու ագրավը նման էին նրանով, որ երկուսն էլ չար էին, բայց գայլը սակայն անխելք էր։ Նրա մոտ երբեմն խղճի զգացում էր առաջանում։ Նա խղճահարություն է զգում այն պահին, երբ դուստը նապաստակը դուրս է գալիս եւ խնդրում է բաց թողնել իր առևանգած եղբայրներին։ Նաև ագրավը խորամանկ է եւ վատ ընկեր է։ Նրա վատ ընկերությունը մենք նկատում ենք այն պահին, երբ ագրավը անխղճորեն դժվար պահին թողնում է գայլին մենակ։ Լավ, պարզ է։ Լսենք մեր պատասխանը։ Մեջբերված հատվածը ձմեռ պապը եւ Գորշ գայլը մուլտֆիլմից էր։ Դստրիկ նապաստակը թեև ընտանիքում ամենափոքրն է, բայց առավել զգույշ է ու խոհեմ։ Նա լսելով հանդերձ, որ ձմեռ պապն է թակողը, եղբայրներին հիշեցնում է մայրիկի դուռը չբացելու պատվիրանը։ Նա կասկածանքով է նայում ներս մտած կեղծ ձմեռ պապին ու նրան չի մոտենում։ Նա կարող էր ապահով մնալ իր թաքստոցում, մինչ գայլը տանում էր եղբայրներին, բայց դուրս է գալիս ու խնդրում նրանց չտանել։ Գայլն էլ զարմանալիորեն խղճահարվում է եւ ոչ միայն չի առևանգում փոքրիկ նապաստակին, այլև ագրավին պատվիրում է նրան չվնասել։ Ագրավն անխիղճ չարագործ է։ Նրա մտահղացումն է ձմեռ պապին խաբելն ու նապաստակներին առևանգելը։ Երբ գայլը зղճում կամ վախենում է, նա սկսում է ծաղրել գայլին եւ ասել, որ ամենակարևորը ժամանակին անհետանալն է։ Самое главное вовремя смыться. Ահա։ Ինչ վատ խորհուրդներ են տալիս, չէ՞, այդ ագրավներն ու գայլերը մեր փոքրիկներին։ Խնդրեմ, պարոն Գալստյան, ձեր սիրած մուլտֆիլմերը։ Իմ սիրած մուլտֆիլմերից է, բայց ավելի լավ է ոչ թե ագրավի խորհրդին հետևել, այլ փոքրիկ նապաստակի, որտեղ ամենախելացին նա էր։ Իրականում հարցի պատասխանը, այսպես ասեմ, ոչ միայն կազմակերպված չէր, այլև թերի ստացվեց, այսինքն թերի հատկապես այն առումով, որ լավ չներկայացրեց կապույտ թիմը, թե ինչու փոքրիկ նապաստակը թաքնվում էր, տան փոքրը լինելով այդպես չուրախացավ եւ այլն։ Այս բովանդակային մասը այս հատվածում թերի ստացվեց եւ կարծում եմ, որ կապույտ թիմի պատասխանը այս դեպքում պետք է գնահատվի 8 միավոր։ 8 միավոր է վաստակում կապույտ թիմը, անցնում ենք նարնջագույնին, խնդրեմ։ Մենք ընտրում ենք սետառը։ Սետառը, խնդրեմ։
Ձմեռ պապի առեղծվածը։ Լապլանդիայում կարելի է հանդիպել տարվա 5 եղանակի։ Որն է այդ 5-րդ եղանակը եւ ինչ յուրահատկություն ունի։ Հարցին կպատասխանի Մոնիկա Մկրտչյանը։ Մոնիկա, Եթե Հայաստանում կա 4 տարվա եղանակ, ապա Լապլանդիայում կա 5 տարվա եղանակ։ 5-րդը կամուս բևեռային գիշերն է, որը տևում է 2 ամիս՝ հունվարից փետրվար։ Մարդիկ հիանում են նրա գունային երանգներով։ Վերջ։ Դրա ժամանակ երկինքը ստանում է գունային գեղեցիկ պատկերներ։ Այն տևում է 2 ամիս՝ հունվարից փետրվար։ Ճիշտ է, լույսի բացակայությունը որոշ մարդկանց համար ինչ-որ դժվարություններ է առաջացնում, բայց հիմնականում տեղաբնակները շատ են սիրում այս եղանակը։ Լսենք մեր պատասխանը։ Լապլանդիան զարմանահրաշ երկիր է, առանձնահատուկ աշխարհագրական դիրքով։ Բացի մեզ համար սովորական եղանակներից, Լապլանդիայում հունվար-փետրվար ամիսներին սկսվում է յուրահատուկ ժամանակաշրջան՝ բևեռային գիշերներ, երբ արևը հորիզոնի գծից չի բարձրանում եւ օրվա 24 ժամին էլ դրսում մութ է։ Այդ օրերին երկինքը լուսավորվում է անսովոր գեղեցիկ գույներով։ Ողջունենք նայնջագույն թիմին։ Պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Մենք ստացանք ամբողջ պատասխանը եւ թիմը վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ կատարում ենք վերջին պտույտը։ Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Պետարը։ Պետարը, խնդրեմ։ Մուլտֆիլմեր։ Некому поучить ее уму-разуму. Որ մուլտֆիլմից է մեջբերված հատվածը, ինչով էին տարբերվում երկու որ փախչիկները։ Տարվա եղանակների հետ հանդիպման ժամանակ Թագուհին ինչ է հասկանում։ Պատրաստ ենք, խնդրեմ։ Հարցին կպատասխանի Լիլիթ Թերզյանը։ Լիլիթ։ Մեջբերված հատվածը 12 ամիսնեն մուլտֆիլմից է։ Այս մուլտֆիլմը մի բարի, աշխատասեր, ազնիվ աղջկա մասին է, որն ապրում էր իր խորթ մոր եւ նրա աղջկա հետ։ Նա սովոր էր աշխատելու թե ձմռան ցրտին, թե ամռան տապին, թե գանանքանուն։ Գուցե դա է պատճառը, որ նրան բախտ վիճակվեց 12 ամիսներին միաժամանակ հանդիպեն, իսկ մյուս աղջիկը, որի մասին պատմում է զինվորականը, դա Թագուհին էր։ Նա սովոր էր կարգադրելու, հրամայելու։ Լավ, հիմա Լիլիթ, պատասխանում եք վերջին հարցին։ Արման, տարվա եղանակների հետ հանդիպման ժամանակ Թագուհին ինչ է հասկանում։ Երբ Թագուհին հանդիպում է 12 ամիսներին միաժամանակ, նա հասկանում է, որ պետք չէ հրամայել, այլ պետք է խնդրել, խնդրանքով դիմել մարդկանց։ Լուսինե։ Մուլտֆիլմի այն հատվածում էր երևում, որ նա ծույլ էր, երբ նա պետք էր որոշել մարդու ճակատագիրը, եւ ռուսերենում կազնից գլխատել ավելի կարճ էր, քան պալմիվովից ներել։ Եվ նա ընտրում է ավելի կարճ բառը գլխատելով եւ ցանկանում գլխատել մարդուն։ Լսենք մեր պատասխանը։ Ներկայացված հատվածը 12 ամիսները մուլտֆիլմից է։ Երկու աղջիկներից մեկը, չնայած իր կյանքի դաժան պայմաններին, բարի է, պատրաստակամ, աշխատասեր, իսկ Թագուհին ինքնահավան է, ծույլ ու կամակոր։ Նա այն աստիճան է մեծամտանում, որ սկսում է բնության օրենքներին հակադրվող հրամաններ արձակել։ Երբ ծույլ Թագուհուն խնդրում են որոշել մի մարդու ճակատագիրը, նա գրում է գլխատել, որովհետև այդ բառն ավելի կարճ էր։ Տարվա եղանակների հետ հանդիպելով Թագուհին հասկանում է, որ մարդկանց հետ պետք է խոսել ոչ թե թագավորական, այլ մարդկային լեզվով, եւ որ բնության օրինաչափություններին երբեք չպետք է հակադրվել։ Кажется, я поняла. Подвези нас. Пожалуйста. Ահա։ Խնդրեմ պարոն Գալստյան, գնահատեք։ Պատասխանը լիարժեք էր եւ թիմը վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կարմիր թիմը, անցնում ենք կապույտ թիմին։ Խնդրեմ կապույտ թիմ, ձեր վերջին հարցը։ Մենք ընտրում ենք Ռետարը։ Ռետարը, խնդրեմ։ Մուլտֆիլմեր դարձյալ։ Вот тебе и не падай.
Ձյունե Թագուհին մուլտֆիլմում Կային ինչու էր գերդային ծաղրում։ Անհետացած ընկերոջը փնտրող գերդային հրաշագործ Ֆիննուհին ինչու չի ուժեղացնում։ Մեջբերված հատվածը Ձյունե Թագուհի մուլտֆիլմից էր։ Ձյունե Թագուհի մուլտֆիլմում Կայ եւ Գերդան անբաժանելի ընկերներ են, բայց երբ Ձյունե Թագուհին կախարդված սառցե բեկորները նետում է Կայի աչքի մեջ, այդ վարքյանից ընկերասեր ու արի տղան դառնում է չար ու սառնասիր եւ սկսում ծաղրել Գերդային եւ մի անգամ էլ Թագուհին առևանգում է Կային եւ Գերդան ճանապարհ են կնում փնտրելու ընկերոջը։ Գերդային հրաշագործ Ֆինուհին ինչու չի ուժեղացնում։ Գերդային հրաշագործ Ֆինուհին չի ուժեղացնում, որովհետև Ֆինուհին Գերդային տեսնելով եզրակացնում է, որ Գերդան շատ ուժեղ է եւ նրան ուժել հարկավոր չէ։ Լսենք մեր պատասխանը։ Կային ու Գերդան անձնվեր ընկերներ էին, սակայն մի օր Ձյունե Թագուհին Կայի աչքի մեջ սառցե բյուրեղիկ է նետում, որի պատճառով բարի ու պատրաստակամ տղան անզգա ու կոպիտ է դառնում։ Երբ Ձյունե Թագուհին առևանգում է Կային, Գերդան ճանապարհ է ընկնում գտնելու եւ փրկելու նրան, ենթարկվելով բազմաթիվ փորձությունների։ Երբ եղջերուն հրաշագործ Ֆիննուհուն խնդրում է Գերդային 12 հսկայի ուժ հաղորդել, Ֆիննուհին պատասխանում է. նրան ոչ ոք չի կարող ավելի ուժեղ դարձնել։ Ինչը կարող է ավելի ուժեղ լինել, քան նվիրված սիրտը։ Պարոն Գալստյան, խնդրեմ։ Կապույտ թիմը այս անգամ էլ լավ պատասխանեց, հարցի պատասխանը լիարժեքորեն տրված է եւ թիմը վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում Կապույտ թիմը եւ նարնջագույն։ Մենք ընտրում ենք Փյուր տառը։ Փյուր տառը, խնդրեմ։ Ձմեռ փապի առեղծվածը։ Որտեղ է գտնվում Լապլանդիան։ Նշեք Լապլանդիայի մի քանի տեսարժան վայր։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցինքը պատասխանի Աղաբեկյան Լուսինեն։ Լուսինե։ Լապլանդիան բնաշխարհ է Շվեդիայում, Նորվեգիայում, Ռուսաստանի Մուրմանսկի մարզի արևմուտքում։ Լապլանդիայում ապրում է ձմեռ պապիկը։ Հաջորդ հարցի։ Լապլանդիայի տեսարժան վայրերից է Սնոուլենդը։ Սա այն վայրն է, որն ամբողջությամբ կառուցված է ձնից եւ սառույցից։ Այնտեղ կա սառցե ռեստորան եւ սառցե հյուրանոց։ Մենք կարող ենք տաքանալ եղնիկի մորթիով։ Լապլանդիայի տեսարժան վայրերից է նաեւ Ռանուա կենթանաբանական այգին, որտեղ հաշվում են 60 տեսակի հյուսիսային եղնիկներ։ Բացի սրանցից Լապլանդիայում հաշվում են 7 ազգային պարկեր, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատկությունները։ Մենք կարող ենք այցելել Սանտա Կլաուսի քարանձավ, այնտեղ կա թզուկների դպրոցը եւ արհեստանոցը։ Մեզ կդիմավորի կինոթատրոնը, ամանորյա կինոթատրոնը եւ ամանորյա կարուսելը։ Նրանք մեզ կպատմեն հետաքրքիր պատմություններ։ Գուրգենը ուզում է ավելացնել, տվեք Գուրգենի։ Ոսկու սիրահարների համար մենք կարող ենք այցելել Ոսկու միջազգային թանգարան։ Սարգիս։ Լապլանդիան գտնվում է նաև Ֆինլանդիայում։ Կարևոր լրացում արեց ավակ, այսքանը։ Լսենք մեր պատասխանը։ Լապլանդիա են կոչում Եվրոպայի հյուսիսում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում եւ Ռուսաստանի Մուրմանսկի մարզի արևմուտքում գտնվող բնաշխարհը։ Լապլանդիայում կարելի է այցելել Սնոուլենդ փոքրիկ քաղաքը, որն ամբողջությամբ կառուցված է ձյունից եւ սառույցից։ Այդտեղ գտնվող սառցե ռեստորանում եւ հյուրանոցում կարելի է տաքանալ եղնիկների մորթիներով։ Կարելի է այցելել նաեւ Բևեռափայլի սենյակ եւ ամբողջ տարի գիշեր թե ցերեկ հիանալ հետաքրքիր լույսերով։ Լապլանդիայում կարելի է այցելել նաև Ռանուա կենթանաբանական այգի եւ մյուս 7 ազգային պարկերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան, դուք եղել եք Լապլանդիայում։ Ոչ։ Ես կարծում աշխարհագրագետները պիտի լինեն անպայման այնտեղ։ Ուրեմն մենք լսեցինք թիմային պատասխան, լավ էր որ բոլոր երեխաները մասնակցեցին, կարելի է թիմին գնահատել 10 միավոր։
հաշիվը վաստակում է 10 միավոր, այսպեսով ավարտվեց այսօրվա մեր խաղը եւ հիմա դառնանք հեռուստավահանակներին եւ տեսնենք թե ինչքան միավորներ են հավաքել։ Առաջին տեղում են նարնջագույն նժդեհիկները 62 միավորով։ Երկրորդ տեղում են կապույտ նժդեհիկները 59 միավորով եւ երրորդ տեղում են կարմիր նժդեհիկները 57 միավորով։ Եվ այսպես բարեկամներ, մենք ավարտեցինք 2016 թվականի մեր եթերաշրջանը եւ ավարտեցինք աշխարհի ամենաբարի, ամենասիրառատ ու մաքուր անձերի մեր փոքրիկների հետ, մանուկների հետ։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ խաղից առաջ մենք բոլոր մեր մանուկներին հանձնարարել էինք գրել նամակներ Ձմեռ պապին եւ պատկերացրեք, որ նրանց գրածների մեծ մասում երեխաները ամենաշատ ուզել էին Ձմեռ պապից խաղաղություն։ Ուրեմն թող այս նոր տարին մեր երեխաներին, մեր մանուկներին, մեր սահմաններին ու մեր հայրենիքին բերի նախ եւ առաջ խաղաղություն։ Այսօր այսքանը, բարի գալիք նոր տարի, թող բարին միշտ լինի մեզ հետ։ Կհանդիպենք հաջորդ տարի։